15 երկրի 18 թիմ 160 մարզիկ մասնակցեցին հուլիսի 18-ից 19-ը Երևանում կայացած անվանի ըմբիշտ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարին։ Երևան էին եկել ուժեղագույն մարզիկներ, աշխարհի, Եվրոպայի, Ասիայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սահմանել էր մրցանակային աննախադեպ ֆոնդ։ Ամեն քաշային կարգի հաղթողին 5000, երկրորդ տեղին 3000, բրոնզե մեդալակիրներին եւ անձնական մարզիչներին $1000։ Ստեփան Սարգսյանի 20-րդ միջազգային մրցաշարի գլխավոր հովանավորը մեր ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանն էր, որ մեծ աջակցություն էր այս մրցաշարի համար, $88000 ընդհանուր մրցանակային ֆոնդով եւ մեկ մեքենա Ստեփան Սարգսյանի քաշային կարգում, որտեղ Ստեփանը մասնակցել էր 62-ում, հիմա դա կարելացել 65-ա դարձել։ Մեքենան նվաճեց մեր Դավիթ Սաֆարյանը։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պարոն Ծառուկյանին, որ մեծ աջակցություն էր, ինքը միշտ էլ մեր սպորտի կողքին է եղել։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարին իր սաների մասնակցությունը գնահատում է նորմալ։ Ունեցանք 3 չեմպիոն, 7 մրցանակակիր։ Լավագույն մարզավիճակով աշխարհի առաջնությանը ներկայանալու համար հայաստանցի ըմբիշներն ունեն 50 օր ժամանակ։ Ստեփան Սարգսյանի մրցաշարով բոլոր տղաներն ինձ թվում է արդեն մոռացան Բաքվում ինչ եղավ, վերջի մրցումանը իրանք արդեն հաղթող են դարձել, մրցանակակիրներ, երևի դա իրենց ավելի շատ կողքեվորի սեպտեմբերի 10-ից 12-ը ազատ ըմբշամարտի նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ։ Աշխարհի առաջնության մեկնող հավաքականի կազմը կհայտարարվի Վրաստանի ուսումնամարզական հավաքից առաջ։ Լաս Վեգասում հայաստանցի ըմբիշները ձգտելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերել։ Ահարոն Հայրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։